Բարև ձեզ հայեր ջան, այսօր ես կպատմեմ հայերի նախապատմությունից անցումը քաղաքակրթության մասին, Արտակ Մովսիսյանի գրքում պատմության մասին եւ մինչև վերջ դիտեք այս տեսահոլովակը, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին եւ ավելի հետաքրքիր տեղեկություններ ու պատմություններ կիմանաք հայ ազգի մասին։ Դիցաբանությունից անցում կատարենք զուտ պատմական տեղեկությունների դաշտ։ Վերջին տարիներին հնագիտական հայտնագործություններ սրբագրեցին հին աշխարհի տասնամյակների շարունակ հաստատագրված ժամանակագրությունը, մասնավորապես դեռևս մի քանի տարի առաջ վայրի ու միայն սպառող կենսաձևի մարդկության անցումը նստակեցության ու արտադրող տնտեսության թվագրմունք Քրիստոսից առաջ 8-7-րդ հազարամյակներում։ Դա համարվում էր մարդկության քաղաքակրթության մուտքը, որ անգլիացի հնագետ Գորդոն Չալդի ձևակերպմամբ կոչվեց նեոլիթյան նորքարեդարյան հեղափոխություն։ Վերջին տասնամյակներում հայկական լեռնաշխարհի հարավում և հարավ-արևմուտքում պեղումներից Քրիստոսից առաջ 10,000-ից 8,000 թվականների թվագրության հուշարձաններ, որոնք հեղաշրջման նշանակություն ունեցան վաղագույն քաղաքակրթության սկզբնավորման ուսումնասիրությունների համար։ Դրանցից առավել կարևորն էր Շանիդարը, կորդովաց աշխարհի Չայոնյու, Հալանչեմի և Դեմիրքի աղձնիքի, իսկ Պորտաքարի ու Նևալի չորի հնավայրը հայոց հյուսիսային միջագետքի տարածքներում։ Այդ և համաժամանակյա այլ հուշարձանների ուսումնասիրությունը ստիպեց նեոլիթի նոր քարի դարի մուտքի ժամանակը հետ տալ երկու հազարամյակով։ Դեռևս 1957-1961 թվականներին պեղված Շանիդար հնավայրում ոչ միայն հայտնաբերվեցին նեանդերթալյան մարդկանց հետքեր, 8000-ից 6000 տարվա վաղեմություն ունեցող հնություններ, այլև փաստվեց երկրագործի վրա առաջին վաղ երկրագործական և անասնապահական հնարավորը, որը թվագրվում է Քրիստոսից առաջ 9-րդ հազարամյակում։ Ավելի ուշ պեղվեց Չայոնու հնավայրը, որտեղ ի հայտ եկան մոնումենտալ ճարտարապետության հետքեր, իսկ 1995 թվականին սկսած համակարգված պեղումների արդյունքում Պորտաբլուրը Եդեսայի մոտ 15 կմ հյուսիսարևելք հնավայրում բացվեց երկիր մոլորակի վրա մինչ օրս հայտնի հնագույն տաճարական համալիրը, Քրիստոսից առաջ 9-րդ հազարամյակի կեսերի ժամանակակից գիտության մեջ ընդունված է համարել, որ մոնումենտալ շինանյութերը բնորոշ են միայն քաղաքակրթություններին, որոնք կարող էին ի հայտ գալ առնվազն երկրագործության սկզբնավորումից հետո։ Պորտաբլուր հնավայրը հին աշխարհի մասին փոխեց շատ պատկերացումներ։ Այնտեղ կոթողների կանգնած մարդկանց հողագործներ չէին, նույնիսկ կավագործություն չէին տիրապետում, նրանք որսորդներ էին, որ ապրել էին մեզանից 11500 տարի առաջ։
կոթողների վրա բացառիկ բարձրարվեստ գեղարվեստական լուծումներով առկա էին սրբազան կենդանիներ՝ ցուլ, վարազ, առյուծ, անգղ, օձ, աղվես, կարիճ և այլ պատկերներ, որոնք որոշ ուսումնասիրողներ առաջարկում են մեկնաբանել որպես համաստեղությունների պատկերներ, եթե դա հաստատվի, կարիք կլինի խմբագրելու մեր գիտելիքների աստղագիտության ծնունդի մասին։ Այս կոթողները շուրջ 6000 տարով ավելի հին են եգիպտական բուլգերից, պատահական չէ, որ հնավայրը պեղող արշավախմբի ղեկավար Քլաուշվիդը գիրքը վերագրել է աշխարհի առաջին տաճար բուլգերից 6000 տարի առաջ։ Շմիդտը կարծում է, որ բլրի գագաթը ուխտատեղի է եղել հարյուրավոր մղոն շառավող տեղեկայված շրջակա համայնքների համար, իսկ քարե կոթողները ցայսօր պահպանված ամենավաղ աստվածների պատկերներն են կամ սրբերի պատկերները։ Փաստորեն, նորագույն հնագիտական հայտնագործությունները մեզ թույլ են տալիս հայկական լեռնաշխարհը իր հարավային սահմանամերձ շրջաններում համարել մարդկության վաղագույն քաղաքակրթության բնօրրան։ Հնագիտական գրականության մեջ այդ բնօրրան տարածքը պայմանականորեն կոչվել է Ոսկյա եռանկյունի։ Այդ եռանկյունուց էլ ճառագել է մեր քաղաքակրթության արշալույսը։ Երկրագնդի վրա նախնադարից վաղ քաղաքակրթության և վաղ պետական կազմավորումների անցումը տեղի է ունեցել արդեն տարբեր ժամանակներում։ Հայկական լեռնաշխարհում այդ ժամանակաշրջանը վաղ բրոնզի դարն է եղել (Ք.ա. 4-3 հազարամյակները)։ Տարբեր են եղել նաև քաղաքակրթությունների ծագման պատճառներն ու զարգացման շարժիչ ուժերը։ Օրինակ, Եգիպտոսում և Միջագետքում քաղաքակրթության ծագումն ու զարգացումը կապվել է մեծ գետերի՝ Նեղոս, Եփրատ և Տիգրիս ավազաններում զարգացող ոռոգովի երկրագործության հետ։ Ք.ա. 3-րդ հազարամյակում ներկայիս Սիրիայի տարածքում ձևավորված Էլբայի քաղաքակրթության շարժիչ ուժը դարձել է ոչ թե ոռոգովի երկրագործության առևտուրը և առևտրական միջազգային այլ ցանցի ստեղծումը, այսինքն՝ քաղաքակրթությունների ծագման ու զարգացման շարժիչ ուժերը տարբեր տարածքներում եղել են առանձնահատուկ և բազմազան, որն է եղել մեր լեռնաշխարհում քաղաքակրթության ծագման ու զարգացման գլխավոր մղիչ ուժը։ Հայկական լեռնաշխարհում վաղ երկրագործական մշակույթի ի հայտ գալը և դրա դրսևորումները ցույց են տալիս, որ այն երկրագործական մշակույթի համաշխարհային բնօրրաններից է, սակայն ոռոգովի երկրագործությունը մեր լեռնաշխարհում ոճռորոշ գործոն չի եղել, քանի որ տարածաշրջանը խիստ հարուստ էր ջրային պաշարներով, ոռոգման մեծ ցանցեր ստեղծելու անհրաժեշտություն չկար։ Առևտրափոխանակային հարաբերությունները ևս եղել են կարևոր, բայց ոչ վճռորոշ։ Վճռական նշանակություն է ունեցել մետաղագործությունը, որի համար անհրաժեշտ հումքով, մետաղահանքերով հարուստ էր հայկական լեռնաշխարհը։ Հումքից բացի, մետաղագործության զարգացման համար անհրաժեշտ էր տրանսպորտային նոր որակի փոխադրամիջոցներ։ Այդ փոխադրամիջոցները դարձել էին ձիեր աշխարհում առաջին անգամ անսանձ ձիերը գլխավոր աղբյուրներում հիշատակվել են հայկական լեռնաշխարհում Ք.ա. 3-րդ հազարամյակում։ Հայկական լեռնաշխարհում վաղ բրոնզի դարաշրջանում առկա էին վաղ քաղաքակրթություններին բնորոշ գրեթե բոլոր հատկանիշները։ Ժամանակի գիտության բացառիկ նվաճումներ էր Մեծամորի աստղադիտարանը, որտեղից աստղային երկինքը դիտարկել են դեռևս Ք.ա. 2800-2600 թվականներին։ Եվրոպական աստղագետ պատմաբանները Օլկոտ, Ֆլանմիրը, Մանդուրտը և ուրիշներ դեռևս 10-րդ դարաշրջանից և 20-րդ դարերում կատարած ուսումնասիրությունների համաձայն կենդանակերպի
զոդիակի համաստեղության անվանակոչումը կատարվել է հայկական լեռնաշխարհում Քրիստոսից առաջ մոտ 28-րդ դարում։ Քրիստոսից առաջ մոտ 28-րդ դարում հայկական լեռնաշխարհից տեղի ունեցել վաղ բրոնզեդարյան մշակույթի աննախադեպ մեծ տարածում։ Այդ մշակույթը հյուսիսում հասել է հյուսիսային Կովկաս, Կուբանի երկրամաս, Չեչնիա, Ինգուշետիա, հարավում Սիրիա և Պաղեստին, հարավ-արևմուտքում իրանական սարահարթի կենտրոնական շրջաններ։ Մշակույթի այս ներթափանցումն ու տիրապետությունը շարունակվել է 2-3 հարյուրամյակ, մինչև Քրիստոսից առաջ 26-րդ դարը, որից հետո Հայաստանի մշակութային գոտին կրկին սահմանափակվել է հայկական լեռնաշխարհի սահմաններով։ Վաղ բրոնզի դարում Քրիստոսից առաջ 4-րդ հազարամյակի կեսերին, Քրիստոսից առաջ 24-րդ դարի ողջ լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակույթի գոտում, որի բնակչությունը կապված էին էթնո-հոգևոր միասնականությամբ։ Այդ միասնականությունը առկա էր դեռևս Քրիստոսից առաջ 6-ից 5-րդ հազարամյակներից և հավանաբար կապված էր հնդեվրոպական նախահայրենիքի հետ։